Այս անձի շարունակվող այս PR կամպանիաները այդ թատրոնը նոր սերիա տեսանք գնաց Վաշինգտոն հանդիպելու իր տիրոջ հետ։ Փաստորեն Ալիևը հանդիպում էր Հայաստանում իր դեսպանի հետ, որպեսզի քննարկել, թե ինչ աշխատանքներ են կատարվել, ինչպես է ընթանում հարձակումը հայ եկեղեցու վրա, ինչպես է Հայաստանը պատրաստվում փոխել իր սահմանադրությունը եւ ապագայում ինչպես են 100,000-ավոր ադրբեջանցիներ գալու Հայաստան։ Ինչ նշանակություն ունի իր Վաշինգտոն գնալը, ոչ մի։ Սա մի մարդ է, որը ոչ մեկի համար որևէ քարշ չունի, որևէ նշանակություն չունի, նա ուղղակի ենթարկվում է հրամաններին, նա անգամ կարիք չունի գնա Վաշինգտոն, որ ենթարկվի Ալիևի հրամաններին, որտեղ այդտեղ հեռախոսազանգերով են հարցերը լուծվում, հենց որ մեր եկեղեցին Ղարաբաղը փորձում է պաշտպանել, մի հատ զանգ է գալիս Բաքվից եւ սա հարձակվում է մեր եկեղեցու վրա։ Այսինքն ընդհանրապես իր գնալը որևէ ռեալ նշանակություն չունի, նա ուղղակի դեկորացիա է այնտեղ, նստում է այդ խաղաղության պանելի մեջ, որտեղ որևէ մեկը իրան չի ճանաչում, երևի էլի կխնդրի, որ իր այդ սելֆի անեն, որ հետո ընտրությունների ժամանակ օգտագործի։ Ամենակարևոր հարցը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար հիմա դա այն է, որ իրենց դեսպանը Հայաստանում վերընտրվի մի քանի ամիս հետո հունիսին, որից հետո Հայաստանի դեմոնտաժը կտրուկ կարագանա եւ ադրբեջանցիներ կվերադառնան եւ տարածքներ կկորցնեն եւ այլն եւ այլն։ Իրենց համար ամենակարևորը այն է, որ այս մարդը վերընտրվի ցանկացած ձևով եւ երևի խնդրել են Ալիևին, որ առայժմ զուսպ խոսա, Զանգեզուրի միջանցք չասի, ադրբեջանցիների վերադարձ չասի, մինչև սա ընտրվի։ Հենց որ սա ընտրվի, հաջորդ թերթը կտեսնենք պահանջները։ Ինչ վերաբերվում է այդ խաղաղության պանելին, դե պարզ է, որ այս մարդը այնտեղ ոչ գիտի նա ով է, ոչ էլ գիտի Հայաստանը որտեղ է։ Ուղղակի նստացրել են դեկորացիայի պես։ Այս խաղաղության պանելը երկար չի ձգի, քանի որ Տրամպը շատ հնարավոր է, որ մի քանի ամսվա ընթացքում ընտրություններից հետո կոնգրեսում իմպիչմենտի ենթարկվի եւ նա արժանի է, որովհետեւ նա խաբեց բոլոր ամերիկացի ընտրողներին, ներառյալ ինձ, այդ բոլոր խոստումները, որ նա կլինի խաղաղության նախագահ, դա սուտ էր, որ նա իր համար Ամերիկան ավելի կարևոր է, առաջնահերթ է, դա էլ էր սուտ, ոչ մի ռեալ տնտեսական ռեֆորմներ չտեսանք, միլիարդերների երկիր է, որտեղ միլիարդերները որոշում են, բիլիոնատերները որոշում են, թե ով է ընտրվում, ինչ պատերազմ ենք սկսում, ինչ չենք սկսում, այդ բոլոր իր խոստումները դուրս եկան սուտ, նոր պատերազմներ են սկսվում ամբողջ աշխարհում, ամբողջ աշխարհակարգը փլուզվել է, սրանք խոսում են այս ադմինիստրացիան խոսում էր մասին, որ չկա որևէ միջազգային օրենք, ամեն ինչ լուծվում է ուժով, այսինքն ամեն ինչ բոլոր հարցերում խաբվեց մեր ժողովուրդը, ամերիկացի ժողովուրդը։ Եվ մի քանի ամիս հետո կամ նա ենթարկվի իմպիչմենտի, կամ մի քանի տարի հետո, ասենք թե 3 տարի էլ ձգի, դրանից հետո նա գնալու է, նա չի վերընտրվելու, երևի դեմոկրատները կվերընտրվեն, քանի որ այսպիսի խայտարակությունից հետո իհարկե հանրապետականները դժվարությամբ կարողանան վերադառնալ իշխանության եւ այդ խաղաղության պանելը կավարտվի։ Դրանից հետո աշխարհը շատ հավանական է, որ կվերադառնա ՄԱԿ-ի եւ 1945 թվականից հետո ստեղծված աշխարհակարգին եւ այս ամեն ինչը կվերացվի։ Այս պանելը ստեղծվել էր նրա համար, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները կարողանան շարունակեն ցեղասպանությունը Գազայում եւ շրջանցեն ՄԱԿ-ը, որը դատապարտել է այս ցեղասպանությունը։ Սա ժամանակավոր երևույթ է, որը մի քանի տարի հետո փակվելու է։ Այսինքն մաքսիմալ բանը, որ այս անձը կարող է ստանալ, մի քանի սելֆի, որով կբերի եւ կսի խապել մեր ժողովրդին, որ նա ինչ որ նշանակություն ունի աշխարհում, ինչ որ մեկ հետ հաշվի է նստում, որը իհարկե սուտ է։